Պագել տիրոջը աղոտքով և կեցողությամբ։ Քանից տեք սիրում, Տերը օրհնի ձեզ, երևում է ձեր վրայից, Տերը օրհնի ձեզ, բայց իհարկե արժի և պետք է որ միշտ մենք երկրպագենք և օրհնենք տիրոջ անունը։ Կարելի է անվերջ ուղղակի երկրպագել, բայց մենք պետք է ունենանք խոսքի բաժին, քանի որ դեռևս երկրի վրա ենք։ Բայց կողքինդ ասա դու համբերիկ ունենաս այդ ժամանակը, որ հավիտյան տիրոջը կփառաբանես։ Ես էլ քեզ հետ միասին։ Ամեն։ Փառք տիրոջ այդ ժամանակվա համար, որ Աստված մեզ տալու է, որ մենք հավիտյան իրան պետք է երկրպագենք արքայության մեջ։ Մենք հավատացյալներս, քարոզիչներս շատ անգամ քարոզում ենք, խոսում ենք սրա մասին։ Երկինք, երկնային արքայություն եւ այլն, բայց երբեմն ինքներս կարիք ունենք մեր ասածներին հավատալու եւ այդ հավատքով ապրելու։ Եղբայրներ, քույրեր, մենք պետք է ունենանք խոսքի բաժին եւ այստեղ ես եւս մեկ անգամ շնորհակալ եմ Տիրոջը այս առիթի համար, որ տվել է մեզ միասին լինելու, հաղորդակցվելու, Տիրոջը պաշտելու, շնորհակալ եմ եւս մեկ անգամ մեր եղբորը եւ ձեզ բոլորի ձեր հյուրասիրությունների, հյուրընկալությունների համար, ձեր օրհնությունների համար, ձեր աղոթքների, բարեմաղթանքների համար։ Անչափ շնորհակալ եմ Տիրոջը, որ դուք կաք այս երկրի մեջ, այս քաղաքի մեջ։ Թող Աստված ձեզ շատ օրհնի։ Եվ այսպես երեք էլ մենք Գոլգաստ քաղաքում էինք, այնտեղ էլ ունեցանք ծառայություն, էլի հայերով սենց չնած էլի այս ազգի ներկայացուցիչներ կային, հետաքրքիր էր, որ ցանկացել էին լինել, լսել, իրանց համար թարգմանվում էր, երևի դուրներն եկավ, որտեղ ուրախ էին, վերջում իշտալու լավ ուտում էին, էլի, ուրեմն օրհնված էին։ Դե մարդ եթե լավ ուտում է, ուրեմն օրհնված է, որ իշտալը փախնում է, ուրեմն տրամադրություն չունի, նեղված է։ Հիմա երեք մենք այնտեղ կիսվեցինք Աստծո խոսքից, այսպիսի մի պատգամի շարք եմ սկսել իմ կյանքի մեջ, հանդիպում, որ կյանքեր է փոխում, հանդիպում, որ կյանքեր է փոխում, և երեք մենք մի քիչ կիսվեցինք սուրբերային հերոսներից, երկուսի մասին, այսօր ուզում եմ այդ նույն թեման շարունակել, այսպես ասած, կարելի է նմանացնել սերիաների, քարոզի սերիաների, ուզում եմ այսօր միասին էլի երկու անձնավորությունների նայենք և դրանցից մեկը կին է, իսկ մյուսը տղամարդ, էլի, երեք էլ մի հատ կնոջ մասին խոսացի, մի հատ տղամարդ, երբեմն որ երկու կնոջ մասին եմ խոսում, քույրիկները շատ են ուրախանում, եղբայրները նեղվում են, բայց ուզում եմ, չգիտեմ ինչու է այդպես, որ ամեն եկեղեցիներում քույրիկները ավելի շատ են, քան եղբայրները, բայց այստեղ ես տեսնում եմ, որ փառք Տիրոջը, եղբայրները շատ կան, հա, հազվագյուտ եկեղեցիներ կան, որ եղբայրներից շատ կան, թե չէ ամբողջ դարից է, քույրիկները նստած 2-3 եղբայր։ Տերը օրհնի բոլոր քույրերին, նրանց սիրտը կարծում եմ ավելի արագ է արձագանքում Աստվածային խոսքին և Տերը նրանց սրտին ավելի արագ է հպվում, սենց ասել, ոնց ասել, չգիտեմ, նրանք ավելի շուտ են բացվում Տիրոջ առաջ, երևի մեզ տղամարդկանցս պետք է ինչ-որ բաների հետ հաշտվենք, ինչ-որ բաների վրայով անցնենք, մեր կարծրատիպերի վրայով անցնենք, մենք ինքներս մեր վրայով անցնենք, կոտրվենք, նոր գանք եկեղեցի, վերջապես երբեմն էլ դեմ ենք եղնում պատի կամ ինչ-որ խոչընդոտի կամ ինչ-որ հիվանդության, նոր ասում ենք, հադե լավ, ապաշխարում եմ։ Առանց դրա չէիր կարա, կարար, պրոստը չէր ուզում անում։ Եվ այսպես, երկու անձնավորություններ, որոնց մասին ուզում եմ խոսել, և այդ վերնագիրը, որ դրել եմ հանդիպում, որ կյանքեր է փոխում, այդ մարդկանց կյանքերը փոխվեց այդ հանդիպումից հետո։ Մենք նայենք Սուրբ գրքի հերոսներին, բայց կուզենամ այդ հերոսների մեջ դու գտնես քեզ։
ուզում եմ գտնես քեզ, եթե ես լինեի, ոնց կլիներ իմ վիճակը։ Վերջապես, շատ հանդիպումներ կա, երեկ էլ ես ընդեղ ասեցի, որ կոլեկտիվներ կան, որ դրական ազդեցություն են թողնում մարդկանց վրա։ Լավ շրջապատ, այսպես հետաքրքիր մթնոլորտ, մարդկանց վրա լավ ազդեցություն են թողնում ու մարդիկ որոշակիորեն փոխվում են, բայց բավական է, որ կոլեկտիվից իրանք հեռանան, իրանք ելի նույն անձնավորություններն են։ Բայց երբ որ մարդը հանդիպում է Տեր Հիսուս Քրիստոսին, իրական ներսի փոփոխություն բերող անձնավորությանը, նա ամբողջովին է փոխվում, նա կատարելապես է փոխվում, նա հիմնովին է փոխվում։ Ես իմ կյանքից կարամ դա ասեմ եւ նաեւ Սուրբ Գրքի այդ կյանքերից, որոնց հանդիպել եմ, երբ որ նրանց հանդիպել եմ եւ ինքս իմ մեջով անց եմ կասել նաեւ եւ ուզեցել եմ այստեղ դրա մասին մի քիչ կիսվել։ Հանդիպում, որ կյանքեր է փոխում, եղբայրներ, քույրեր։ Ղուկասի ավետարան 7-րդ գլուխ։ Ղուկասի ավետարան 7-րդ գլուխ 11-ից 15-րդ համարները։ Նրանք, ովքեր ավետարան են կարդում, նրանք շատ լավ գիտեն այս համարը, այս պատմությունը։ Այս պատմությանը անդրադարձել է միայն Ղուկաս ավետարանի չէ։ Սկզբից ոչ այնքան մի հաճելի պատմություն, կարծես առօրյա մի կյանք եւ առօրյա մի գործողություն, մի իրողություն, մի իրադարձություն, որ Հիսուսը հանդիպեց եւ առնչվեց։ Ուզում եմ կարդամ, հետո շարունակենք։ Ունեք Սուրբ գրքեր, կարող եք միասին բացել։ Ղուկասի ավետարան 7-րդ գլուխ 11-րդ համարից։ Եվ հետևյալ օրը եղավ, որ Նային ասված քաղաքն էր գնում, եւ նրա հետ գնում էր նրա աշակերտներից շատերը եւ շատ ժողովուրդ։ Եվ երբ որ մոտեցավ քաղաքի դռանը, ահա մի մեռել էին դուրս բերում իր մոր միացնունդ որդին։ Եվ նա որբևայրի էր։ Եվ քաղաքից էլ մի մեծ բազմություն կար նրա հետ։ Եվ Տերը նրան տեսավ, գթաց նրա վրա եւ ասեց. մի լացի։ Եվ մոտ եկավ, դագաղին դիպավ, եւ տանողները կանգնեցին եւ ասեց. երիտասարդ, քեզ եմ ասում, վեր կաց։ Եվ մեռելը վեր կացավ, նստեց ու սկսեց խոսել եւ նրան տվեց իր մորը։ Մինչև 15 համարը։ Առաջին պատմությունը, որ ուզում եմ նայենք բոլորս միասին, հենց այս հանդիպումը։ Ես կարծում եմ, որ Տեր Հիսուսի կյանքում ոչ մի պատահականություն չկար։ Ասա, որ այդպես է։ Հիսուսը ծրագրով եկել էր աշխարհ, երկիր մոլորակ, ծնվել էր, ծրագրով գործում էր, ծառայում էր եւ գծած դասավորած էր ամեն ինչը։ Եվ նա գիտեր ում հետ որտեղ է հանդիպելու, նա գիտեր մինչև իսկ իր մահվան ժամը, գիտեր իր մահվան օրը, գիտեր ինչպես է մահանալու, գիտեր ով է իրեն մատնելու, ամեն ինչ գիտեր։ Եվ գրված է, որ կարիք չկար, որ մեկը Հիսուսին ինչ-որ մեկի մասին պատմեր, որովհետև ինքը բոլորին ճանաչում էր եւ սկզբից էլ գիտեր, թե ով է նրան մատնելու։ Եվ այսպես Հիսուսը ժողովրդի հետ գնում է դեպի Նային քաղաք։ Նայինը ոչ հեռու էր Կափառնայումից եւ Նազարեթից։ Եվ Նային թարգմանվում է գեղեցիկ։ Գեղեցիկ։ Այդ քաղաքի անունը գեղեցիկ է։ Ես պատկերացնում եմ
երևի որոշակիորեն ձեր քաղաքն էլ շատ սիրուն, բայց կարծում եմ, որ այդ քաղաքում էլի որոշակիորեն ճարտարապետական քայլով, բաներով սարքած են, երևի ինչ-որ արձաններով, ինչ-որ գեղեցկություն կար նրա մեջ, որ հենց քաղաքին էլ այդպես էլ անվանել էին, գեղեցիկ քաղաք։ Բայց եղբայրներ քույրեր, կորցրել էր այդ քաղաքը իր գեղեցկությունը, պես որբևայրու համար։ Գրված է, որ նա որբևայրի էր։ Ես չգիտեմ, թե ինչ պայմաններում էր նա կորցրել իր ամուսնուն։ Մենք բոլորս երբեմն կյանքի բերումով առնչվում ենք այդպիսի իրավիճակների հետ։ Մեր հարազատները առնչվում ենք այդպիսի իրավիճակների հետ։ Եվ չգիտեմ ինչ պայմաններում նա կորցրել էր իր ամուսնուն։ Ցավ, տարապանք, այն ժամանակ տարաժան մահերը շատ էին։ Գուցե ինչ-որ հիվանդությունից, երիտասարդ ժամանակ մահացել էր նրա ամուսինը։ Եվ ահա միացնունդ մի տղա ուներ, միակ մի որդի, որը շատ մեծ էր, երիտասարդ էր։ Եվ չգիտեմ, որ տենց որտեղ մի ցավ եկավ կպավ սրոն էր։ Եվ ահա խամրեցին գույները նայինի այդ կնոջ համար, խավարեց լույսը նրա աչքերում, նա կորցրեց նաև իր միածի մոտ։ Մենք կարդացել ենք պատմությունը, դեռ չգիտենք ոնց ավարտվում, դրա համար մեր սիրտը այսպես ուրախ է, այո ուրախ պիտի լինի, բայց պատկերացրեք, որ դուք տեղյակ չեք, առաջի անգամ եք հանդիպում այդ պատմությանը, պատկերացրեք, որ դուք այդ բազմության մեջ եք, Հիսուսի հետ, կամ Հիսուսի հետ գնացողների մեջ եք, կամ այդ կնոջ հետ թավողների հետ եք, թափորի մեջ եք սքո, պատկերացրեք, որ տեղյակ չեք, եւ դուք առնչվում եք այդ հանդիպումի հետ, այդ կինը ողբում է, իր ծնունդն է երևի անիծում, ինչ պատահեց ինձ հետ, ոնց կոտրվեց իմ կյանքը, ոնց վերջացավ այս ամեն ինչը, որ իմ ամբողջ հույսերս կապել է ես միակ որդուս հետ, եւ ահա ձեռից տվեցի նաեւ նրան։ Եվ գրված է, որ մի երիտասարդ էին հանում քաղաքից, որ տանեն թաղեն, բայց այդ ճանապարհին դեմ հանդիման գալիս էր Փրկիչը, Հիսուս Քրիստոսը, մեր Տերը զորավոր։ Մահը և կյանքը հանդիպում էին իրար, նայինից դուրս, այդ գեղեցկությունից դուրս։ Սքոթափորը և բազմությունը Տիրոջ հետ եղող հանդիպում են նույն վայրում և գրված է, որ Հիսուսը և որ տեսավ, գտած նրա վրա։ Եղբայրներ Տիրոջ գտածությունը վեր ամեն ինչից։ Կարիք չկա էլ հավատքի, կարիք չկա ոչ մի բանի, հավատաս, չհավատաս, երբ որ նա գութը շարժում է քո նկատմամբ։ Այդ կինը սկի չէր էլ հավատում։ Նրա սրտի ցավն ու տառապանքը այնքան մեծ էր, որ այսքի չէր էլ հավատում, որ ինչ-որ բարի բան կարող է դուրս գա այս ճանապարհին իր համար։ Եվ ահա Տերը գտած նրա վրա եւ մոտենալով նրան ասեց. Միլացի։ Երեք մենք Լուկաստում Հայրոսի մասին ենք խոսում, երբ որ Հայրոսին էլ եւ ծնողներն ասել միլացեք։ Հա, Հիսուսի ասելը ուրիշ է, եղբայրներ քույրեր։ Ոնց միլացի, ոնց չլացեմ։ Երբ որ Դավիթի լուրը իմացել էինք, մենք ողբում ենք, մենք լացում ենք, մեզ այդ բոլորը։ Եվ մոտենում էին, շատերը փաթաթվում, ասում, միլացի, ես ասում եմ, ոնց չլացեմ, ես ուզում եմ լացեմ, ես ուզում եմ ողբամ, ես ուզում եմ գոռամ, բայց երբ որ Հիսուսն է գալիս, ասում եմ, միլացի, նրա այդ խոսքի մեջ մխիթարություն կա, նրա այդ խոսքի մեջ հույսի նշույլ կա, նրա այդ խոսքի մեջ ապագայի հանդեպ հույս կա, միլացի և գրված է, եթե ուշադիր եղաք, Հիսուսը մոտեցավ,
Դագաղին դիպավ։ Ես չգիտեմ ինչ տեսնում եմ, մենք առիթի բերումով մասնակցում ենք հողարկավորությունների ցավը, բայց մեր շրջապատում էլ, այս երկիր գալացող մեր հայրենակիցներն էլ, եղբայրներ քույրեր, լավ բանը չի բերում, վստահ եմ, հիվանդությունն է բերում, շատ հաճախ, շատ վատ հանգուցալուծում է ստանում, բայց շատ հաճախ էլ նաև վկայություններ ունենք, որ Աստված ազատել է, ամենավերջի ստադիայի քաղցկեղից Աստված բժշկել է, փառք Տիրոջը։ Մեր եղբայրն ասեց, այսօր առավոտ մենք նույնպես հիվանդանոցում ենք, եւ մեր աչքի առաջ իրականություն էր պարկած, որի հետ մենք համաձայն չէինք եւ աղոթում էինք։ Ես իրեմ ինչ տեսք ունեին այն ժամանակվա դագաղները, բայց գրված է, որ Հիսուսը մոտ եկավ դիպավ դագաղին։ Եվ գրված է, որ տանողները կանգ առան։ Շատ եմ սիրում այս խոսքը, երբ որ կյանքը հպվում է մահվանը, անկենդանությանը, տանողները կանգ են առնում։ Հիսուսը կանգնեցնում է մահվան ընթացքը, Հիսուսը կանգնեցնում է սքոթափորի ընթացքը, գերեզման գնացողների ընթացքը, Հիսուսը կյանքն է, և նրա մեկ հպումը բավարար է, որ կանգ առնի հիվանդությունը, կանգ առնի մահը, և մեր աղոթքն է, որ Տերը գա այդ հիվանդանոց, գա մեր հարազատների կյանքը, գա այդ հիվանդների մոտ, հպվի, իրա մի հպումը բավարար է, որ հպվի, որ այդ ընթացքը կանգ առնի։ Երեկ մենք խոսացինք այն կնոջ մասին, որ ասեց, եթե մի հատ հպվեմ իր հանդերձի ծայրին, ես կազատվեմ այդ հիվանդությունից, այդ մի հպումը, տանողները կանգ առան, հրաշալի է եղբայրներ քույրեր, և գրված է, որ հրաման տվեց Տերը, երիտասարդ, քեզ եմ ասում, վեր կաց, հարուցանող խոսք, Աստված ոչ միայն կանգնեցնում է ընթացքը խավարի մահվան, հիվանդության, այլ նաև խոսք է խոսում հարություն տվող, կյանք տվող խոսք է խոսում, ապագան ցույց տվող խոսք է խոսում, բացվում է հորիզոնը քո առաջ, դու կարող ես այլևս տեսնել, այլևս այն ընկճված մարդը չես, կծկված, այդ անձնավորությունը չես, այլ, բացվում է քեզ համար, ապագան, ամեն, շնորհակալ ենք Տիրոջը, նա կենթանացնող խոսք է խոսում մեր կյանքերի մեջ, ամուր բռնի այդ խոսքը, եղբայրս ու քույրս, որտեղ այդ խոսքը նա, որ դագաղից, եկեք նյութապես, մարմնապես չնայենք միայն, և այդ տեղափոխենք հոգևոր դաշտ, ինչքան սիրուն, գեղեցիկ նպատակներ, լավ խոսքեր ես ստացել, բայց հանկարծ աղոթել ես ու պատասխան չի եղել և հուսահատվել ես, ընկճվել ես և ասել ես, տանեմ թաղեմ, վերջի իմ հույսս։ Ցավոք սրտի քեզ հետ երբեմն համաձայն մարդիկ էլ կան, հետը դվեկալում են, ասում, հա ճիշտ է, քեզանից բառն դուրս չեկավ, չես դառնա, դու երևի ծառայող չդառնաս։ Տերը քեզ ասել է, որ դու ծառայող ես, որ դու հովիվ ես, որ դու փառաբանող ես, որ դու վկայող ես, դու ավետարանիչ ես, բայց դու տեսնում ես, որ դա դեռևս քո կյանքի մեջ չի իրագործվում։ Դու ասում ես, դու բան դուրս չեկավ, տանեմ թաղել։ Այդ ճանապարհին հանդիպում ես Տիրոջը։ Հիսուսը նոր կյանք է խոսում, նոր խոսք է խոսում, հարուցյալ խոսք է խոսում քեզ համար եւ այդ երազանքները, այդ նպատակները հանկարծ հարություն են առնում։ Այդ հույսերը հանկարծ բացվում են։ Եվ գրված է, որ Հիսուսը տվեց նրան իր մորը։ Նա վերադարձնող Աստված է։ Նա վերադարձնող Աստված է։ Այնինչ որ դու մտածում ես, որ այլևս ձեռքիցդ տվեցիր,
այլևս անդարձ գնաց Հիսուսի հետ հանդիպումը բերում է վերադարձ նա ասում տվեց իր մորը եւ ես պատկերացնում եմ որ այդ սքոթ ապորը ինչպիսի տոնախմբող բազմության էր վերածվել հարություն էր արել այդ երիտասարդի անունը գրված չի այդ կնոջ անունն էլ գրված չի եւ ես պատկերացնում եմ հрьяաները լավ քեֆանելու բան ունեն չէ տարելու բանի այդ սքոթ ապորը հանկարծ դառավ տոնախմբող բազմություն հարություն առավ վեր կացավ մեղերը ցնծացեք եւ ուրախացեք եւ այդ երևի այդ տղային են բաների նման են սպորտսմենների հաղթող սպորտսմենների նման բարձրացնում են օդը բռնում են բարձրացնում են օդը պատկերացնում եմ գուցե այդպիսի մի տոնակատարություն էր իրանց կյանքում որովհետեւ կյանքն է մտել մահը հեռացել է կյանքը մտել է նորից իրանց կյանք եւ հույս են ստացել փառք տանք նրան Հիսուսը արժանի է ամեն մեկ հանդիպում մեկ հպում Հիսուսի հետ իհարկե Հիսուսի հետ հանդիպման ժամանակ կային մարդիկ ովքեր որ շատ ներվում էին շատ բաներից օրինակ հիշեք այս կնոջ մասին էլ ասեմ հետո անցնեմ այդ եղբորը հիշեք այն տուզիկ կնոջը հիշում եք երբ որ ինքը տաճարի մեջ էր երբ որ Հիսուսը տեսավ որ այդ կինը կզացած կրկված չգիտեմ դրա մասին չգիտեմ անցած անգամ մենք խոսացինք թե չէ բայց այսպես հենց կզացած Հիսուս կանչեց իր մոտ ասավ արի ձեռքը դրեց վերեն ու 18 տարվա կուզիկ այդ կինը, որը որ մենակ ներքև էր նայում, Տերը բժշկեց նրան, չէ՞, հիշում եք, այդ ողնաշարի այդ բանը, կարծում եմ ճաճատոց է, բաները, ձայները, ոնց է ուղղվում այդ կնոջ ողնաշարը, տաճարի պատասխանատուն նեղվեց, Տնաշենի մարդ, Յանի սաղորը ընդերթեց, բժշկություն է եղնում, հրաշք է եղնում, մի բան էլ նեղում էր, շաբաթ օրը մեկ բժշկի, ուրիշ օրեր եկեք բժշկեք։ Տեր Հիսուսն ասավ կեղծավոր, համասունիդ, էշիդ չես անում, եզիդ չես անում, տանում ջուրը, որ ջուր տաս շաբաթ օրը։ Դու որ էշին ու եզին այդքան գնահատում ես, հասա որ Աբրահամի աղջիկ է, Եղբայրս քույրս նա Աբրահամի աղջիկ էր, հավատացյալ էր։ Երբեմն, այսպես կոչված, ես մեկ-մեկ ասում եմ Տեր պահի ինձ ֆանատիզմից, ֆանատիկությունից։ Ֆանատիկ քարոզիչներ կան, հավատացյալներ, որ ես չեմ հավատում, որ ես հիվանդ եմ, ես չեմ հավատում, որ մեռնում է։ Ես չեմ հավատում, որ փոսի մեջ եմ, ես չեմ հավատում, որ խավարի մեջ եմ։ Հավատաս, չհավատաս, խավարի մեջ ես այցալուտ տանը։ Դու խովում, այ որ ուրիշ բանա, որ դրա մեջ Աստված է գալիս, ինքը Տերը գալիս է դրա մեջ։ Ուրիշ բանա, որ դու 18 տարի ցավի ու տառապանքի մեջ ես, բայց ոտները չես կտրել եկեղեցուց։ Դու ամեն ծառայությանը ներկա ես եւ մի օր Հիսուսն է այդտեղ։ Եվ մի օր Հիսուսն է այդտեղ։ Եվ Հիսուսն ասում է արի 18 տարի տառապել ես, փասմա որ Աբրահամի աղջիկ է, սատանան 18 տարի կապել է։ Ահա թե ինչ է կատարվում Հիսուսի հետ հանդիպման ժամանակ։ Ամեն։ Եղբայրներ քույրեր։ Ալելույա։ Փառք Տիրոջը։ Նաև կուզենամ ժամանակի սովության պատճառով շատ ինչ-որ բան ստանում եք, ժողովուրդ շատ, Տերը օրհնի։ Նաև մի անձնավորություն էլ կար, էլի Ղուկասի ավետարանի մեջ է ինչքան հիշում, ես լի բարքյան, հիշում եք Զաքեոսին, ովքեր են հիշում Զաքեոսին, Ղուկասի ավետարան 19-րդ գրող,
Եվ ահա մի մարդ, այսպես նաև ես մի պատմություն, բայց էլ եմ ասում, այս պատմությունների մեջ փորձեք գտնել ձեզ, ժողովուրդ։ Տերը մտած Երիքովի մեջով անցնում էր։ Եվ ահա մի մարդ անունով Զաքեոս կոչված, Ղուկաս 19 գլուխ առաջի համարից։ Մաքսապետ էր եւ ինքը հարուստ էր։ Զաքեոսը մաքսապետ էր։ Օրինակ Մաթեոսը Ղևին մաքսավոր էր։ Սովորական մաքսավոր։ Բայց Զաքեոսը մաքսապետ էր։ Մաքսավորների պետն էր, այսինքն ոնց որ տամոժնիկների պետ էր, էլի։ Ու գրված է որ հարուստ էր։ Բայց թե ոնց էր հարստացել, հետո իր խոստովանությունից ենք մենք հասկանում, թե ինքը ոնց էր հարստացել։ Ես չգիտեմ հիմիկվա տամոժնիկները ոնց, դեր իրանց ողորմա, ես տամոժնիկ չեմ եղել, չգիտեմ։ Բայց թե ոնց են իրանք հարստանում, հայկական տամոժնիկներին մի քիչ, հայ տամոժնիկներին մի քիչ ճանաչում են, ոնց են հարստանում։ Բայց հիմա ահագին բան Հայաստանում փոխվել է փառք Տիրոջը։ Եվ հիմա այսպես է Զաքեոսն գրված է որ հարուստ էր, բայց մի բան էր ուզում։ Զարմանալի մի տղա մի մաքսապետ, մի հարուստ մարդ, որ ընդամենը մի բան էր ուզում էր Հիսուսին տեսնել։ Բայց բազմության պատճառով չէր կարողանում, որովհետև հասակով կարճ էր։ Եվ առաջ վազեց, վերելավ մի տան ժանտաթզելու վրա, որ տեսնի նրան, որովհետև Տեր Հիսուսը այնտեղով պիտի անցներ։ Եվ երբ որ այնտեղ եկավ, Հիսուսը վեր նայեց։ Եվ նրան ասեց. Զաքե, շուտ արա, իջիր, որովհետև ինձ այսօր պետք է, որ քո տանը մնամ։ Նա շտապելով իջավ եւ ուրախությունով ընդունեց նրան։ Եվ բոլոր տեսնողները տրտունջում էին, եւ ասում, մեղավոր մարդու մոտ է մտել հանգիստ առնելու։ Զաքեոսն էլ կանգնեց եւ Տիրոջն ասեց. Տեր, ահա իմ ինչքերի կեսը աղքատներին եմ տալիս եւ եթե մեկին զրպարտությունով զրկել եմ, քառապատիկ վճարում եմ։ Հիսուսն էլ նրան ասեց թե այսօր փրկություն եղավ այս տանը, որովհետև սա էլ Աբրահամի որդի է։ Զաքեոսը։ Մի մարդ, որին ներկայացնում են որպես մաքսապետ եւ որպես շատ հարուստ մեկը։ Ես գիտեմ, մեր մտքի մեջ վերեք մի հատ մեկին գտնենք այդպես, ում է ճանաչում շատ հարուստ եւ ինչ-որ մեծ պաշտոնավոր, էլի։ Եվ մտնում ու կարճ այսքան։ Սովորաբար իրանք միշտ կարճ են։ Որովհետեւ իրանք կարող են իրանց գործերը միշտ այդպես տակից անեն, էլի։ Դա շոկի բան կա, հայերը այդպես ասացված ունեն։ Բայց բան էր արթնացել նրա մեջ։ Եվ նա մաքսապետն էր, ոնց որ Ղևին Մաթեոսին ոչ մեկ չէր սիրում, հենց Զաքեոսին ոչ մեկ չեն սիրում, որովհետև այդ ժամանակում մաքսավորները հենց հրեաներից ընտրված մարդիկ էին, որոնց որ դրել էին հրեաներից մաքսը դուրս վերցնելու համար։ Դրա համար ոչ մի հրեա չէր սիրում իրանց։ Անարգված էին, չսիրված մեկն էին։ Մեղավորներ էին կոչվում, մաքսավոր մեղավոր էին կոչվում իրանք։ Բայց սրա մեջ մի բան էր արթնացել, մի փափագ էր արթնացել։ Ուզածը ոչ մի բան էր։ Եղբայրներ, մենք գալիս ենք եկեղեցի, մեր ուզածը ինչ է, ես հարց տվեցի, չէ, ասի մի հատ կողքին դարձնա։ Вообще ինչ է քո ուզածը։ Ինչ-որ մեկը, ինչ-որ մի բան է ուզում, ամենքը մի բան ուզում են Աստծուց։ Բայց սրա ուզածը ոչ մի բան էր։ Բայց ցնցել ասա ինձ։ Որև սովորաբար հարուստները ասում են, որ փողը շատ չի լինում։ Անընդհատ իրանք ուզում են, ինչ-որ բան ուզում են, այսքան էլ ունեն, ուզում են իրանց բոյի չափ։ Ունեն, չէ, բայց էլի ուզում են, որտեղ ներսները դատարկ կա։ Բայց Զաքեոսը իմաստություն էր ստացել, շնորհք էր ստացել Աստծուց, իր ներսի դատարկությունը տեսնելով, որ իր քաշում մեկ երևի փող ու ոսկի ունենալով տեսել էր, որ դատարկ կա ներսը, բայց լսել էր Հիսուսի մասին։ Եվ իր ուզած այլ ոչ մի բան էր, քան տեսնել Հիսուսին։ Այս ինչ շատ ացնցել։ Ինչ է մեր ուզածը, որ գալիս ենք եկեղեցի, մեր ուզածը ինչ է։
որ մենք դարել ենք հավատացյալ, մեր ուզածը ինչ է, որ մենք միկրոֆոն ենք վսվում, քարոզում ենք, որ նստում ենք դարջում, մեր ուզածը ինչ է։ Զաքեոսի ուզածը այլ ոչինչ էր քան տեսնել Հիսուսին։ Եվ նա տկարություն ուներ։ Արթուր ջան, այդ քո ասած, կարճ էր, տկարություն ուներ։ Շատ կարճ էր։ Երևի այսպես Տիրոջը միշտ բազմություն էր, չէ՞, շրջապատած։ Երևի այդպես բազմության մեջից թռնում է, ուզում է տեսնի, վիզը երկար է, չի կարա։ Այն բոյովները միշտ ծածկում են։ Երբեմն ներքույլեր, երբեմն մեր կյանքի մեջ էլ է կարծես, եւ որ մեզանով անցկացնենք, կտեսնենք, որ կարծես մեր կյանքի մեջ էլ կա այդ դրվագը, որ այդ բոյովների պատճառով, այդ ճանաչվածների պատճառով, չես կարողանում տեսնես Հիսուսին։ Ուզում ես տեսնես Հիսուսին, բայց քեզի խանգարում են։ Հիշում եք, այդ երգը երևի կերեքինք, ճանապարհ ինձ տվեք, մի խանգարեք մարդիկ, ես ուզում եմ տեսնել Հիսուս Քրիստոսին, չէ՞։ Հիմա այդ բոյովները խանգարում են, խեղճը տկարություն ունի, դեկարճը։ Բայց ինքը անտեսեց այդ ամենը։ Նայեց չորսու կողմը, գնահատեց իրավիճակը, տեսավ Հիսուսը, որ ճանապարհով է գալու, որտեղով անցնելու, նայեց, տեսավ, ոչ մի բան չկա, մի հատ ժանտաթզենի կա։ Ասում են, որ այդ ժանտաթզենին շատ մեծ փշեր ունի։ Դժվար է իրա վրա բարձրանալ։ Ես տենց ծառ չեմ տեսել եմ այդ բանի, չիչխանի ծառը։ Չիչխանի ծառը է շատ փշոտ, ավելի պիխայի ծառը։ Շատ փշոտ է, իրան որ ուզում ես մասուրի պես, չիչխանի պես շատ փշոտ է, իրա վրա գնալ չես կարող։ Ճյուղերը կտրում են, որ վրայից պտուղները հավաքեն։ Հիմա այդպիսի մի ծառ է գտել եւ չի նայում իրա բրենդային շորերին, Մարկո Պոլո, չեմ իմանում Արմանի, ինչ որ շալվար ունի հակը, էլ ինչ կա, ասեք, Հյուգո Բոս, չեմ իմանում, չի նայում այդ իրա հակած շորերին, չի նայում, որ կարող է թելքաշի, ճղի, չեմ իմանում, կարող է իրա երեսը, մատերը, անտեսելով այդ ամեն ինչը, եւ անտեսելով իր տկարությունը, նա համաձայնվել էր, այո, ես տկար եմ, համաձայնվել էր այդ ամեն ինչի հետ, եւ նա մագլցեց այդ ծառի վրա, պատկերացնում եք, չէ՞, եւ գնահատելով իրավիճակը տեսավ, որ Հիսուսը գալիս է, նրա ուզածը բան չէր, միայն նայի Հիսուսին, գիտեր, որ պիտի գա սենց անցնի, նա ուզում էր տեսնել, էսով է, ով է որ կյանք է տալիս, ով է որ հրաշքներ է գործում, ով է որ կյանքեր է փոխում, ով է որ մեռելներին հարություն է տալիս, ով է որ կույրերին աչք է տալիս, նա ուզում էր տեսնել Հիսուսին։ Կարծում եք, Աստծո աչքից վրիպում է այդ ամեն ինչը։ Կարծում եք Աստված անտարբեր է այդ ամեն ինչի հանդեպ, այդ քո ներսի փափագի հանդեպ, Աստված անտարբեր է, չէ։ Եվ Հիսուսը անցնում էր, կարծում եմ քայլելով անցավ Տերը, հասավ ժանտաթզենուն, եւ Զաքեոսը կարծում էր, թե ահապաղը անցավ, անցնում է այդ մի վայրկյանը, որ ես տեսա Հիսուսի դեմքը, Հիսուսը արդեն անցնում է, այլևս ես նրան հետևից կտեսնեմ, ամբողջ այլևս չեմ տեսնի, այդ շանսը միակն էր կարծես իր համար, եւ այսպես սրտի փափագով համայված նայում էր Հիսուսին, հանկարծ Հիսուսը կանգ առավ, նայեց վերև եւ ասեց, ես ասեցի չէ որ Տերը բոլորին ճանաչում է անունով դար, Զաքե, հայր իջիր, ես այսօր քո տուն եմ գալու։ Ես պատկերացնում եմ Զաքեոսի վիճակը, ես պատկերացնում եմ իրոք կարող է դաժե ուրախությունից
աշճանի բարձրացել էր, երևի այդ նույն տեմպով իջավ, երևի կրկնակի տեմպով իջավ Հիսուսի ոտքերը։ Աստված անտարբեր չգտնվեց նրա փափագին։ Եթե դու ունես այդ փափագը, եղբայրս ու քույրս, կարևոր չի ով ես, գուցե ինչ-որ մի տկարություն ունես, ոչինչ։ Գուցե ինչ-որ քո տկարության համար քեզ անտեսում են։ Գուցե շատ բոյովների պատճառով չես կարողանում հասնել Հիսուսին, բայց դու քո ներսի փափագով կարող ես գտնել ճանապարհը հանդիպելու Տիրոջը։ Իսկ Հիսուսը տեսնում է այդ ներսի փափագը եւ նա ինքն է կազմակերպում այդ հանդիպումը։ Արի վայրեջի եւ մենք այսօր իրար հետ հաց ենք ուտելու։ Իսկի չեն սպասում Զաքեոսը, որ լեզու կթաթախի Հիսուսը իր հետ մի բառ կխոսա, էլ ուր մնաց, որ իր տուն կգա եւ հաց կուտի։ Նա ընդամենը շատ բան չէր ուզում էր տեսնել Տիրոջը, իսկ Հիսուսը լցրեց նրա փափագը, նրա սրտի փափագը եւ Տեր ասեց, որ սա իրական ապաշխարությունն է, ում որ թալանել են զրպարտությունով, ես քառապատիկ եմ վճարում։ Տեր Հիսուսը իր բերանով ասեց, այսօր այս տանը փրկություն եղավ, փառք տանք Տիրոջը, եղբայրներ, քույրեր, օրհնյալ լինի Տերը, ամեն, թող այդ փրկությունը յուրաքանչյուրիս տունը գա, որովհետև Աստված, եթե տեսնի քո սրտի փափագը, նա կլցնի այդ քո փափագը։ Աստված տեսնում է քո սրտի տառապանքն ու ցավը, տեսնում է, որ դու այլևս թևերը թուլացած, ընկճված, տանում ես քո իղձերը, նպատակներդ, հույսերդ թաղելու, եւ նա ճանապարհին հանդիպում է կազմակերպում եւ հանդիպման շնորհիվ փոխում է ամեն իրավիճակ։ Օրհնյալ լինի Տիրոջ անունը։ Իմ կյանքը նմանօրինակ մի կյանք է, երբ որ ես հանդիպեցի Տիրոջը, իմ կյանքը հիմնովին փոխվեց։ Ապաշխարել եմ դեռևս, որ 15 տարեկան եմ եղել, դա 1990 թվականն էր։ Եվ ինչպես բոլոր հայ երեխաները ինձ էլ սովորացրել էին վատ խոսքեր, վատ բառեր, հայհոյանքներ, բայց Աստված մի օրվա մեջ սրբեց իմ շուրթերից այդ ամեն ինչը եւ գոհության երգ դրեց իմ շուրթերին։ Օրհնյալ լինի Տիրոջ անունը։ Ամեն, եղբայրներ, քույրեր, սա նրանց պատմությունն է, որն է քո պատմությունը։ Ունես արդյոք քո պատմությունը, ունես արդյոք քո հանդիպման պատմությունը, եթե այո, Աստված օրհնի քեզ, եթե չէ, ես ցանկանում եմ, որ այս երեկո եւ ընդհանուր առմամբ, որ դու հանդիպես Տիրոջը, որովհետեւ այդ հանդիպումից կփոխվի քո կյանքը։ Բարձրանանք ոտքի եւ տանք Տիրոջը փառքը։ Բարձրացնենք մեր ձեռքերը Տիրոջը եւ ասենք Տեր, շնորհակալ եմ, որ դու կաս իմ կյանքի մեջ։ Եվ եթե Տեր դու չկաս իմ կյանքի մեջ, արի իմ կյանքը, թող քո զորությունը գործի իմ կյանքի մեջ, Տեր Հիսուս, խնդրում եմ կազմակերպիր այդ հանդիպումը, Տեր իմ Աստվածս, ես ուզում եմ հանդիպել քեզ, ես ուզում եմ տեսնել քո դեմքը, քո երեսը, ես ուզում եմ դու հպվես, մահվան տարող թափորին հպվես, Տեր իմ Աստված, եւ կանգնեցնես ընթացքը խավարի, եւ կյանք ու լույս խոսաս, հարություն ու զորություն խոսաս, մեր կյանքերի մեջ եւ մեր հարազատների կյանքի մեջ, մենք անտեսելով մեր տկարությունները, Տեր, ճեղքերով ամեն դժվարություններ ուզում ենք հասնել դեպի քեզ, Տեր, անկախ նրանից, խոչընդոտներից, ովքեր փակում են մեր ճանապարհը, մենք ուզում ենք գալ դեպի քեզ, եւ ես վստահ եմ, որ դու տեսնելով մեր սրտի փափագը, դու տալիս ես, դու լցնում ես մեր սրտի փափագը քո ներկայությամբ, Հիսուսի զորավոր անունով, բարձրացու ձեռքերը դեպի Տերը հիմա, ես աղոթում եմ քեզ համար, սիրելի եղբայրս ու քույրս, Հիսուսի զորավոր անունով հայ, խնդրում եմ, որ քո Սուրբ Հոգու զորությամբ լցնես յուրաքանչյուր անձի եւ քո զորությունը Տեր, թող գործի նրանց սրտերի մեջ եւ այդ հանդիպումը Տեր թող կայանա նրանց հետ, ովքեր դեռևս չեն ունեցել այդ հանդիպումը, իսկ նրանք ովքեր շատ շուտ են ունեցել Տեր եւ շատ բան թուլացրել, կոտրել նրանց Տեր, թող
քո այցելությունը բերի վերականգնում նրանց կյանքի մեջ Հիսուսի զորավոր անունով քեզ ենք տալիս ողջ փառքը պատիվը դու արժանի ես Հիսուսի զորավոր անունով եմ քեզ փառավորում Տեր հալելույա քո անունը թող մեծարվի ու բարձրանա դու արժանի ես եւ բոլոր ժողովուրդը ասեցի ամեն ամեն դուր Տիրոջը փառքը Փառք Հիսուսին երկենք օրհնված եք ստացանք մի բան օրհնյալ Տիրոջ անունը հալելույա Եթե կյանքի իրավիճակները փորձել են կոտրել քեզ թուլացնեն քո թևերը Եսայի մարգարեի գրքի մեջ գրված է որ Տերը նորոգում է նրանց թևերը արծվի թևերի պես Տերն է հոգնածին ուժ տվողը եւ վաստակածին զորություն տվողը Տերն է Օրհնյալին Տիրոջ անունը կարճիր Տիրոջից Տերը կնորոգի քո թևերը եւ այդ երկը միասին երկենք ինձ նոր թևեր տուր որ ճախրեմ ես վեր ամեն Hallelujah glory to glory my friends my friends Գիտեմ որ մի օր նայելու եմ քեզ հոգուս աչքերով Գիտեմ ուզում ես որ քեզ հետ հավել քո փառքը տեսնեմ Հույսով հավատամ սիրո մեջ մնա քո խոսքը պահեմ Գիտեմ որ մի օր տեսնելու եմ քեզ երբ գաս քո փառքով Գիտեմ որ մի օր նայելու եմ քեզ հոգուս աչքերով Գիտեմ ուզում ես որ քեզ հետ հավել քո փառքը տեսնեմ Հույսով հավատա սիրո մեջ մնա քո խոսքը պահեմ Ինձ նոր թևեր դուր որ ճախրեմ ես վեր Ճամփան տեսնել դու եւ գալիքը մեր Ու նահանդիպում առանց բաժանում Ու սերն է ապրում ու չի վերջանում Ինձ նոր թևեր դուր որ ճախրեմ ես վեր Ճամփան տեսնել դուր և գալիքը մեր Ու նահանդիպում առանց բաժանում Ու սերն է ապրում ու չի վերջանում Գիտեմ որ մի օր օրհնելու եմ քեզ ուրիշ մի լեզվով Գիտեմ որ մի օր գովելու եմ քեզ հոգու երգերով Մի գանցքա միայն քո խոսքի ոսկի հոգուս պետք է գա Որ և ծառայի միշտ վերև նայի և ուրախանա Ինձ նոր թևեր դուր որ ճախրեմ ես
Չամփան տեսնել դուր և գալիքը մեր Ուր կա հանդիպում առանց բաժանում Ու սերն է ապրում ու չի վերջանում Ինձ նոր թևեր դուր որ ճախրեմ ես վեր Ճամփան տեսնել դուր և գալիքը մեր Ուր կա հանդիպում առանց բաժանում Ու սերն է ապրում ու չի վերջանում Ինձ նոր թևեր դուր, որ ճախրեմ ես մեր Ճամփան տեսնել դուր և գալիքը մեր Ուր կա հանդիպում առանց բաժանում Ուր սերն է ապրում ու չի վերջանում Ուր կա առանց բաժանում ու սերն է ապրում ու չի վերջանում ու չի վերջանում Ամեն Բարդ Տիրոջ է Մի հատ էլ երգենք ու Չէ, սա չէ, ուրախ նոտայի վրա Չէ? Էլի երգենք Չէ, կյանք տվողը տերն է Մնացի Ինչ անցովիկ են կյանք դու օրերը և ինչ վխրում Այնքան թախից կա այս աչքերում, որ չի անցնում Ինչպես քամի սուրացող փարվում ու թողնում է մեզ Այդպես ուշերն են մեզ հետ վարվում և հասկացնում մեզ Կյանք տվողը տերն է մեզ Աստված Մենք անգամ ապրում ես, որ իր մոտ գնաս Ու չունայնության մեջ կյանքը չեն մատնի Այլ որպես մի մարգարիտ տան, այլ որպես մի մարգարիտ տան Այլ որպես մի մարգարիտ տան, ասում պիտի տրվի Կյանք տվողը տերն է մեզ Աստված Մենք անգամ ապրում ես, որ իր մոտ գնաս Ու չունայնության մեջ կյանքը չեն մատնի Այլ որպես մի մարգարիտ տան, այլ որպես մի մարգարիտ տան Այլ որպես մի մարգարիտ տան, ասում պիտի տրվի Հեռալ է հետ մսակ կաճամբին մեզ ասո կամբոր Եվ հաղթական օրեր աշխարի մեջ պատմուր հոտոր Արդարությամբ ապրեն ժամանակը, որ հետ հասնեն Որ մեզ հասնի մեր մրցանակը, որ միշտ ասեն Կյանք տվողը տերն է
Տերն է մեզ Աստված, մենք անգամ ապրում ենք, որ իր մոտ գնանք, ու չունայնության մեջ կյանքը չեք մատնի, այդ որպես մի մարգարիտ, այդ որպես մի մարգարիտ, այդ որպես մի մարգարիտ, ասում պիտի տրվի, կյանք տվողը Տերն է մեզ Աստված, մենք անգամ ապրում ենք, որ իր մոտ գնանք, ու չունայնության մեջ կյանքը չենք մատնի, այդ որպես մի մարգարիտ, այդ որպես մի մարգարիտ, այդ որպես մի մարգարիտ, Աստծուն պիտի տրվի։ Սապով բոլորս դասի, կյանք տվողը Տերն է, շնորհակալ ենք քեզ Արիստեր, ապա բոլորս դասի, կյանք տվողը Տերն է, մենք անգամ ապրում ենք, որ իր մոտ գնանք, ու չունայնության մեջ